Ընդհանրապես քննադատությունը ժողովրդավարության կարևոր ատրիբուտներից է, անկեղծ ասած շատ վատ կզգանք մենք որևէ դեպքում այսօր վաղը երբևէ երբ քննադատությունից դուրս լինենք։ Այսպես կոչված 2018-ի հեղափոխությունը բնավ ժողովրդավարական շարժում չէր, այն հմտորեն մտածված պատրանք էր։ Մի սուտ, որը վարպետորեն մշակվեց ժողովրդին խաբելու եւ մեր ինքնիշխանությունը մեզնից խլելու համար։ Դավաճանությունն էլ այս իրավիճակի անբաժանելի եւ բնականon մասն է։ Նապոլեոն Բոնապարտը մի հայտնի ասացվածք ունի. «Սուտն ու դավաճանությունը մեկ քայլի հեռավորության վրա են»։ Հայաստանը վաղուց արդեն հատել է այդ մեկ քայլի սահմանը։ Ինչ կարելի է ասել նրա ժողովրդի մարդ կերպարի մասին։ Գյուղական այցեր, բեմադրված առատաձեռն արարքներ, երեխաներին պաղպաղակ բաժանել։ Սերիական մարդասպաններին հետազոտող մասնագետները, օրինակ ամերիկացի վերլուծաբան եւ հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին աշխատակից Ջոն Դուգլասը, վկայում են, որ փսիխոպաթները հաճախ ունեն երկակի կյանք։ Հասարակության մեջ նրանք ներկայանում են որպես հմայիչ, քաղաքավարի, նույնիսկ բարեգործ, մինչդեռ ստվերում իսկական հրեշներ են։ Փսիխոպաթ ղեկավարները դիմակներ են կրում։ Մի օր նրանք հայտարարում են Արցախը Հայաստանը եւ վերջ, հաջորդ օրը նրանք հանձնում են այն թշնամուն։ Մի բան էլ հրճվում են դրանով, ասելով, որ այդ դավաճանությունն իբր իրական Հայաստան կառուցելու գործում կարևոր քայլ էր։ Մի օր նրանք երեխաներին պաղպաղակ են բաժանում, հաջորդ օրը կործանում այդ նույն երեխաների ապագան։ Ինչպես պատահեց, որ այդքան շատ ենթադրյալ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ հավաքվեցին մեկտեղում, ստեղծեցին մի ամբողջ կուսակցություն եւ իշխանության եկան։ Նախ պետք է հստակեցնել, որ ԿՊ-ի բոլոր անդամները փսիխոպաթ չեն կարող լինել։ Նրանցից շատերը թույլ կամ գիտեր մարդիկ են, որոնք խաբվել են իրենց ղեկավարների կողմից եւ առ այսօր գերության մեջ են, իսկ մյուսներն այնտեղ են պարզապես նյութական օգուտ ստանալու ակնկալիքով։ Սակայն ԿՊ-ի ենթադրյալ փսիխոպաթ ծագումնաբանությունն ակնհայտ է։ Նրանք առաջացել են մի էկոհամակարգում, որը ձևավորվել է արևմտյան միջազգային զարգացման գործակալությունների, մասնավոր կազմակերպությունների, օրինակ Սորոսի հիմնադրամի եւ միջազգային հետախուզական ցանցերի կողմից։ Վերջին 30 տարվա ընթացքում տարբեր անհատներ, որոնք ստացել են արևմտյան ժողովրդավարությանն աջակցող գործակալությունների կողմից տրամադրված դրամաշնորհներ, օգտվել են դրանցից իրենց կարիերան կամ գիտելիքները զարգացնելու համար եւ հետո թողել գնացել իրենց գործին։ Բայց կար մեկ առանձնահատուկ խումբ, որոնց ժողովուրդն անվանում է գրանտակեր։ Նրանք, ովքեր իրենց հոգեբանական եւ արժեհամակարգային առանձնահատկությունների պատճառով մշտապես կախվածության մեջ մնացին դրամաշնորհներից, այդպիսով ստեղծելով մի միջավայր, որտեղ խրախուսվեց բարոյական անկումը եւ աննորմալությունների գովերքումը։ Բարեգլխի կողմից ժողովրդին ներկայացվող հեշտ եւ անհոգ ապրուստի մասին նյութապաշտությունը գովերքող խոսույթները հենց այս գրանտներից ծնվելու փորձով են ոգեշնչված։ Յուրաքանչյուր հասարակությունում կան նման մարդիկ։ Սակայն դրամաշնորհային գործընթացը նրանց կենտրոնացրեց մեկ թունավոր էկոհամակարգի մեջ։ Ժամանակի ընթացքում այս խումբը վերածվեց այլասերված, ծույլ, նյութապաշտ եւ մակաբույծ մի աղանդի, իր մեջ ներառելով քաջնազարի, ձախորդ փանոսի եւ ցռան վերգոյի հատկանիշները։ Սա այն հիմնական պատճառներից մեկն էր, թե ինչու Թրամփի վարչակազմը վերջերս որոշեց փակել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։ Չնայած որ USAID-ի գործունեությունը չի կարելի համարել ամբողջապես բացասական, ժողովրդավարության խթանման փոխարեն այս գործակալությունը շատ տեղերում ստեղծեց խաբեբաներով, կեղծ իրավապաշտպաններով, կոռումպացված քաղաքասարակության ակտիվիստներով եւ բարոյական առումով կործանված դեմագոգներով համալրված ցանցեր, որի լավագույն օրինակը ԿՊ-ի ղեկավարությունն է։ Սպասում ենք, որպեսզի ժողովուրդը լավ ապրի, սպասում ենք, որպեսզի մեր հողերը ավելի շատացնեինք, բայց քչացավ, չէ՞։ Ու խաբեցին փաստորեն մեզ, խաբեցին գալով իշխանության, որ սրանք, ես սրանց ասում եմ սրանք, այս իշխանությանը, դաժե չեմ կարող նրանց ասեմ անուն տամ ինչ-որ սրանց ձևով, ախր վերևից ներքև բոլորը հայրենավաճառ, հողատու, դավաճան անձնավորություններ են, բոլորը, ԿՊ-ից վերև մինչև ներքև։ Ինքը ինչ-որ ասել է, սուտ ասել, իրեն ասածներից ինքը որևիցե մեկը չի կատարում, բոլորը սուտ է ասել։ Հիմա նորից իրեն բերանով ասում է Արցախ Ադրբեջանն է, Թուրքիան է, Ադրբեջանին է։ Ես դրա մասին ինչ կարող եմ ասել, բայց երկրի ղեկավարը իրավունք ունի սուտ ասել լինի։ 18-ից հետո 7 տարվա ընթացքում տարին ամեն տարի դեպի վատը։ Պատկերացրեք, որ այն մինչև 18-ը իշխաներ 7 անգամ ավելի վատացել է։ Շատ դրգոհ եմ։ Այն չէր, ինչ որ մենք ուզում ենք։ Շատ տհաճ մթնոլորտ է հիմա Հայաստանում, նամանավանդ Երևանում։
Ախր դա չվարչապետ է, ես չեմ կարող բնութագրել։ Ինքը ուղղակի հայ չի։ Հայ ազգի թշնամին է ինքը։ Ոչ ղեկավարություն կա, ասեմ իմանա աղբերս։ Ժողովուրդ ջան, մեղք եք։ Հելեք ոդիկային եք, այս հանեք այս երկրից։ Всё, այսքան բան։ Ես կասեի ափսոս էր մեր երկիրը։ Ուղղակի ափսոս էր մեր երկիրը։ Մենք այնքան բան կորցրեցինք, որ ես չեմ պատկերացնում ինչքան ժամանակ է մեզ պետք այդ ամեն ինչը վերականգնելու համար։ Մենք մեր առօրյա կյանքով ապրում ենք բոլորս, բայց մեր երկիրը իրոք հիմա ծանր վիճակում է ու պետք է քանի դեռ ուշ է քայլեր ձեռնարկենք դրա համար։ Գիտեք ինչ, ինձ համար նա ընդհանրապես երկրի կառավարչի կերպար չէ, որովհետև ոչ գրագետ խոսք ունի, ոչ նորմալ կրթություն ունի, իր խոսքը ընդհանուր չեմ էլ ուզում անգամ լսել։ Ինձ համար նա բացասական մարդ է համարվում։ Իրանց արածը ընդամենը ոչ հայանպաստ գործողություններ է ու իրանց բոլոր քայլերին նայում են որպես դավաճանական գործողություններ։ Հյասաֆել ենք, այդ ամբողջ երիտասարդությունը կորավ, հետո ասես խելոք նստեք տեղները նստան, Արցախը տվեց, հիմա էլ ասում է խելոք նստեք, որ հաջորդ գործողությունները անի։ Ես լավ ակնկալիք այս կառավարությունից չեմ էլ սպասում։ Պսիխոպատները զանգվածային մանիպուլյացիայի հմուտ մասնագետներ են։ Ինչու են նրանք շարունակաբար ստում, որովհետև իրենց ստից հիվանդագին հաճույք են ստանում, վերահսկելու, խաբելու եւ այսպիսով իրենց զոհերի հանդեպ գերիշխանություն եւ վերահսկողություն հաստատելու մարմաճով։ Հոգեբույժները թերևս սրանով կբացատրեն պարագլխի դավաճանությունների ինքնախոստովանությունները Արցախի հարցում։ Պարագլուխն այդ կերպ տոնում է խաբեության սեփական տրիումֆը, վերապրելով չարամիտ գործողությունները իր իսկ ժողովրդի նկատմամբ։ Մի ժողովրդի, որը դարձել է իր դաժան փորձարկումների զոհը։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։